Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք սովորելու ենք երկնիշ թվերը, տասնյակներ և միավորներ, երկնիշ թվերի անվանումները, միավորների անվանումները։ Առաջադրանք 85-ը, հետևելով դասագրքում բերված օրինակի ըստ խմբերի կազմում են հավասարություններ։ Երեխաներին բացատրվում է, որ յուրաքանչյուր շարքում կա 10 միավոր, իսկ 10 միավորը կազմում է 1 տասնյակ, հաշվում ենք, քանի տասնյակ կա, 1, 2, 3, 4, 4 տասնյակ, իսկ եթե միավորների տեսքով ներկայացնենք, յուրաքանչյուր տասնյակը 10 միավոր է, նշանակում է 4 տասնյակը կլինի 4 հատ 10 միավոր, այսինքն 40 միավոր, հաջորդը, 5 տասնյակ, որը կազմում է 50 միավոր, հաջորդը, 6 տասնյակ, որը կազմում է 60 միավոր, մանուշակագույնն ենք հաշվում, 7 տասնյակ, որը կազմում է 70 միավոր, 186 առաջադրանքը կատարելու համար մի փոքր առաջադրանք ենք ավելացնում, բարձրացնում ենք աշխատանքը, տեսեք, հետևելով դասագրքում բերված օրինակների, ըստ խմբերի կազմում են գումարներ, կապույտ ուլունքները, տեսնենք, քանի տասնյակ են 1, 2, 3, 4, 5, 5 տասնյակ, գումարած բարձրագույնները 3 տասնյակ, գումարում ենք և ստանում ենք 8 տասնյակ, ներքևում արդեն գրում ենք կլոր տասնյակների թվանշաններով երկնիշ թվերի գումարման տեսքով, 5 տասնյակը 50-ն է, 50-ին գումարած 3 տասնյակը 30-ն է, իսկ 8 տասնյակը 80-ն է, 50-ին գումարած 30 հավասար է 80-ին։ Այժմ հաջորդն ենք կատարում, հաշվում ենք կանաչ տասնյակները, 1, 2, 3, 4, 5, 6, 6 տասնյակ կանաչ ուլունք, գումարած 3 տասնյակ դեղին ուլունք, ընդամենը կստանանք 9 տասնյակ, իսկ հիմա երկնիշ թվով գրենք, 6 տասնյակը 60 թիվն է, 60-ին, գումարած 3 տասնյակը 30 թիվն է, հավասար է 9 տասնյակը 90-ն է, և մյուսը 1, 2, 3, 4, 5, 6, 6 տասնյակին, գումարած 4 տասնյակ, մուգ կապույտ կամ մանուշակագույն և բաց կապույտ ուլունքների տասնյակների թիվն ենք հաշվում, 6 տասնյակին ավելացրած 4 տասնյակ հավասար է 10 տասնյակ, իսկ հիմա գրում ենք միավորների տեսքով 60, գումարած 40 հավասար է 100-ի, 10 տասնյակը 100 միավորն է։ Այժմ կատարում ենք 187-ը, տասնյակները ներկայացնում ենք միավորների տեսքով։ 2 տասնյակ, այսինքն 2 հատ 10, 10 և 10, քանի միավոր կկազմի, երեխաներ կկազմի 20 միավոր, 3 տասնյակը 30 միավոր, 4 տասնյակը 40 միավոր, 5 տասնյակը 50 միավոր, 6 տասնյակը 60 միավոր և 7 տասնյակը 70 միավոր։ 188 վարժությունը պետք է թիվը ներկայացնենք տասնյակների տեսքով, հակառակ գործողությունն ենք կատարում, 90-ը հավասար է 90 միավորը քանի տասնյակ է, կամ 90-ի մեջ քանի տասնյակ կա, 9 տասնյակ, 70-ի մեջ 7 տասնյակ, 50-ի մեջ 5 տասնյակ, 40-ի մեջ 4 տասնյակ, 30-ի մեջ 3 տասնյակ և 20-ի մեջ 2 տասնյակ։ Այժմ կատարելու ենք գործողություններ տասնյակներով և միավորների քանակը ցույց տվող երկնիշ թվերով։ 2 տասնյակին գումարած 6 տասնյակ հավասար է 8 տասնյակի։ Այժմ սա ներկայացնենք միավորների կամ երկնիշ թվերի կլոր թվերի տեսքով։ 2 տասնյակը 20 միավոր է, 6 տասնյակը 60 միավոր, 20-ին գումարած 60 հավասար է 8 տասնյակ կամ 80 միավոր, 8 տասնյակից հանած 6 տասնյակ հավասար է 2 տասնյակի և 80-ից հանած 60 հավասար է 20 միավորի, 7 տասնյակից հանած 7 տասնյակ հավասար է 0 տասնյակ, 70-ից հանած 70 հավասար է 0, 7 տասնյակ գումարած 3 տասնյակ հավասար է 10 տասնյակի,
7 տասնյակը 70-ն է, 3 տասնյակը 30-ը, իսկ 10 տասնյակը 100-ը։ 3 տասնյակին գումարած 3 տասնյակ հավասար է 6 տասնյակ, 30-ին գումարած 30 հավասար է 60 միավոր։ 10 տասնյակից հանած 3 տասնյակ հավասար է 7 տասնյակի, 100-ից հանած 30 հավասար է 70-ի։ 190 համարը համեմատելու ենք թվերը, 2 տասնյակը համեմատում ենք 6 տասնյակի հետ, քանի որ երկուսը փոքր է 6-ից, ուրեմն 2 տասնյակն էլ իր հեշտին փոքր է 6 տասնյակից, այսինքն 20 միավորը փոքր է 60 միավորից։ 7 տասնյակ եւ 10 տասնյակ, 7 տասնյակը փոքր է 10 տասնյակից, 70-ը փոքր է 100-ից։ 6 տասնյակը հավասար է 6 տասնյակին, 60-ը հավասար է 60-ին։ Այժմ անվանում ենք թվերը նվազման կարգով եւ գրում բառերով։ Գտնում ենք ամենամեծ կլոր տասնյակը, դա 100-ն է։ Բառերով գրում ենք 100։ Միաժամանակ երեխաները սովորում են ճիշտ գրել թվերը։ 100։ Հաջորդը 90 գրվում է 2 ն-ով։ 90։ Հաջորդը 80 նվազման կարգով ենք գրում, մեծից փոքր։ 80 70 մյուսը 60 հաջորդը 50 40 նայում ենք, ուշադիր ենք լինում, որ երեխաները ճիշտ գրեն, բայց 30 նշանակում է տասնյակ, 40 քառ արմատը քառյակ է նշանակում 4, 30 20 եւ ամենավերջում 10, վերջում անպայման ը, 10 թվերը գրեցինք նվազման կարգով։ Այժմ կատարում ենք հաջորդ էջի առաջադրանքները։ 195 առաջադրանքը պետք է խաչ նշանը տնենք, այսինքն չնջենք այն թվի վրա, որը խախտում է օրինաչափությունը 20, 30, 40, 90, 50, 60, որն է խախտում օրինաչափությունը, երեխաները հաշվում են եւ ասում 20, 30, 40, 50, այսինքն 50-ի արանքը տեղավորվել է 90-ը, մենք խաչով չնջում ենք 90-ին, որը խախտում է օրինաչափությունը։ Այստեղ աճման կարգով էին գրված երկնիշ կլոր թվերը, հիմա նվազման կարգով գրված են երկնիշ կլոր թվերը 80, 70, 60, 50, 40, հաջորդը պիտի լինի 30, որը չկա, փոխարենը 20 է գրված, այստեղ էլ օրինաչափությունը խախտում է 20-ը։ 196 համարը վերականգնում ենք հավասարությունները, դնելու ենք կամ գումարման կամ հանման նշան։ 50, 30 եւ 10 թվերից պիտի ստանանք 90, անմիջապես հաշվում ենք եւ ասում 50-ին գումարած 30 հավասար է 80, 80-ին էլ գումարած 10 հավասար է 90։ Հիմա 70 պիտի ստանանք, 50-ին գումարած 30, 80-ը մենք աշտեն ստացել էինք, մնում է 10 հանել, ոչ թե գումարել։ 60-ից հանած 30 հավասար է 30, 30-ից էլ հանած 10 հավասար է 20-ի։ 60-ից հանած 30 հավասար է 30, 30-ին էլ գումարած 10 հավասար է 40-ի։ 197 համարը պետք է արտահայտենք սանտիմետրերով։ Մենք հիշում ենք, որ 1 դեցիմետրը հավասար է 10 սանտիմետրի։ Կարծես ասենք 1 տասնյակը հավասար է 10 միավոր։ 8 դեցիմետրը կամ 8 տասնյակը կլինի 80 միավոր, իսկ 8 դեցիմետրը 80 սանտիմետր։ Ես իմ երեխաներին սովորեցնելիս միշտ դեցիմետրը տասնյակի հետ եմ կապում, սանտիմետրը միավորի։ 5 դեցիմետրը հավասար է 50 սանտիմետրի։ 6 դեցիմետրը հավասար է 60 սանտիմետրի, 3 դեցիմետրը հավասար է 30 սանտիմետրի, 9 դեցիմետրը հավասար է 90 սանտիմետրի եւ 7 դեցիմետրը հավասար է 70 սանտիմետրի։ Այժմ հաշվում ենք խորանարդիկները եւ գրում համապատասխան բանտակներում։ Առաջին շարքը ներքևի
բանտակների մեջ պիտի գրենք, երկրորդ հետևի շարքը վերևի։ Հաշվում ենք, տեսնենք, առաջին շարքում կա 1 խորանաշտիկ, նրա հետևում 1, 2, 3, 4, 4 խորանաշտիկ, եղավ առաջի շարքը 4, 1։ Հաջորդը 1, 2, ներքևում պիտի լինի 2, նայում ենք, որ հետևինը 1-ով ավելի է, այսինքն 3։ Հաջորդը նորից 1, հետևը 1-ով ավելի է 2, իսկ վերջին շարքում, տեսեք, 1, 1 հավասար են։ Նույն ձևով կատարում են հաջորդները երեխաները, ես մեկն էլ կկատարեմ, մնացածը նրանք ինքնուրույն կկատարեն։ Նայում ենք, առաջի շարքը դատարկ է, այսինքն 0, հետևի շարքը 2 է։ Առաջի շարքը 2 է, հետևի շարքը 2-ով ավելի է 4։ Առաջի շարքը 1 է, հետևինը 3։ Նայում ենք, դիմացը չկա, 0 ենք դնում եւ հետևի շարքում 1-ը։ Մնացածը երեխաները ինքնուրույն կկատարեն։ Եվ ամենավերջում լրացնում ենք խաչ բառը, լրացնել խաչ բառը։ Գտնում ենք առաջինը եւ տեսնենք ինչ է պահանջում։ Գումարի բաղադրիչ։ Գումարի բաղադրիչներն են գումարելիները, ուրեմն գրում ենք գումարելի։ Նայում ենք երկրորդին։ Գումարման արդյունքը, հիշում եք, գումարման բաղադրիչներն էին գումարելիները, իսկ արդյունքը գումարը, գրում ենք գումար։ Ուղղահայաց ուղղությամբ։ Երրորդը քառանկյան տեսակ, գտնում ենք երրորդ համարը, քառակուսի, փորձենք քառակուսի, բավարարում է քառակուսի, քառանկյան տեսակ է։ Չորրորդը դրանցից 10-ը կազմում են 1 տասնյակ։ 10-ը ինչն է 1 տասնյակը երեխաներ։ 10-ը միավորը, գտնում ենք 4-ը եւ գրում միավոր։ Հինգերորդը հանման բաղադրիչ։ Փորձենք նվազելին ն, վ, ա, զ, է, լ, չեղավ։ Փորձում ենք հանելին հ, ա, ն, է, լ, ի բավարարեց, ուրեմն հանելին է։ Հանելի։ Նայում ենք 6-րդին, երկարության չափման միավոր 10 սանտիմետր։ Հենց նոր հաշվեցինք մենք, որն էր 10 միավորը, ինչ էր կազմում 1 տասնյակ, իսկ 10 սանտիմետրը կազմում էր 1 դեցիմետր։ Գտնում ենք 6-րդը ու գրում դեցիմետր։ 7-րդը հանման բաղադրիչ։ Գտնում ենք 7-րդը։ Նվազելի, տառերը աշտեն կան։ Նվազելի։ 8-րդը 20-ի հաջորդ կլոր տասնյակը։ Եթե ասում ենք կլոր տասնյակ, ուրեմն պետք է թիվը վերջանա 0-ով։ 20-ից հետո որ թիվն է վերջանում 0-ով, 30-ը։ 8-րդ համարը գրում ենք 30։ Երեսն աշտեն ունենք ու ն։ 9-րդը 50 եւ 40 թվերի գումարը։ Ինչ ենք ստանում 50-ին 40 գումարելիս 90։ Հիշենք, որ 90-ը գրվում է 2 նայով։ 50 եւ 30 թվերի տարբերությունը 50-ից հանած 30 հավասար է 20-ի։ Գրում ենք 20 աշտեն ունենք K S A N 20 եւ 11-րդը երկարության չափման միավոր սանտիմետր, բավարարեց սանտիմետր։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։